ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօր ուղիղ 7-րդ տարին է, ինչ այս իշխանությունը եկել է իշխանության, այսինքն ուղիղ 7 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում ու 7 տարի անց դեռևս խոսում է, որ նախկինում տեղի են ունեցել կոռուպցիոն գործեր, բացահայտեք։ Ամեն ինչը ձեր ձեռքում է, մուրճը ձեր ձեռքում է, մեղը ձեր ձեռքում է, բացահայտեք այդ գործերը։ Բայց իրականում 3 տեղի ունեցածը հետևյալի մասին էր։ 7 տարի առաջ իշխանության գալով այս մարդիկ ասում էին, որ մենք եկել ենք կոռուպցիան հաղթահարելու, կոռուպցիան արմատախիլ անելու։ Ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ են իրենք թաղված, ոտից գլուխ։ Եվ ամեն անգամ, երբ փոքր ինչ հիշատակում ես կոռուպցիոն որևէ սխեմա, այո, Նիկոլ Փաշինյանը այսպես ճտիկը միանում է ու սկսում է գոռգոռալ, որովհետև ինքը լավ է հասկանում։ 7 տարի առաջ եկել ասում էր ժողովուրդ գալիս եմ իշխանության, որպեսզի այլևս կոռուպցիա չլինի, 7 տարի անց իրենք բոլորը ոտով գլխով այսպես ընկել են կոռուպցիայի մեջ։ Դա է, որ իրանց անհանգստացնում է։ Բայց ինչպես է երևում, որ կոռուպցիայի մեջ են։ Տիկին Գրիգորյանն ինքը ասում է, որ կոռուպցիոն որևէ դրսևորում, որով այդ անձը տվյալ անձը կամ գործիչը չքի կարող են գնել, իրենց կողքին տեղ չունի։ Հիմա դուք ո՞նց եք պնդում, որ իրենք կամ իրենց թիմակիցները կոռուպցիայի մեջ թաթախված են։ Շողիկ ջան, ձեր ասածը հիմնական։ Ես վստահ եմ, որ դուք հարցուպատասխանը եւ այս վերջի հարցուպատասխանը եւ դրանից առաջ հարցուպատասխանները լսելիս նկատած կլինեք, որ ես մեկ դրվագի մասին եմ խոսում։ Բազմաթիվ դրվագներից ընդամենը մեկ դրվագի մասին եմ խոսում, անիվ հիմնադրամի մասին, որը մեր ժողովրդի հարկատուների հաշվին փաստացի $60 միլիոն մսխում է։ $60 միլիոն չկա։ Ժողովուրդը, որ ասում են բանը հերոս հարկատուներ, գումարը վճարեք, ամեն ինչը թանկացրել են, մարդիկ վճարել են $60 միլիոն չկա։ 3 տարի ասում է քննություն ա գնում, ասում եմ քննության ընթացքում մեկ հոգի ներգրաված անձ կա, չկա։ Բայց եթե 3 տարի քննություն եք իրականացնում ու չեք գտնվում գոնե մի մարդ, ով որևէ պատասխանատվություն կարող է կրել, բա դա փոզով փոչով է, ուրիշ ո՞նց է լինում կոռուպցիան։ Հենց դա է, որ կոռուպցիա ու ես ինչքան գնում, այնքան համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ մասնակցություն ունի այդ գումարների վատնման հարցում։ Ինքը ուղիղ մասնակցություն ունի։ Հակառակ դեպքում, կրկնում եմ, գոնե մեկ մարդ ներգրաված կլիներ այդ գործում։ Դա ուղիղ ցուցում է Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի այդ գործը որևէ կերպ առաջ չգնա։ Այդ օրինակը իհարկե հայտնի է նաև շատ այդ մասին լրատվամիջոցներն են գրում, բայց դուք խոսում եք այն շեշտադրումներով, որ դա շատ համակարգված է, շատերն են այդպես իշխանական թիմում եւ այլն, այդ դրան կուզեի անդրադառնալ։ Ոնց է համակարգված եւ այդպես համատարած կոռուպցիոն թեմաների մասին խոսում։ Մենք ելույթների մեջ այդ տարբեր դրվագներ իհարկե կնշենք, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել բառացիորեն 3 ինչա տեղի ունեցել։ Մեր հիմնական շեշտադրումները երկու բանի մասին են։ Նախ նորից կոռուպցիա անիվի մասով եւ երկրորդը թե ինչ է տեղի ունեցել Թաղապետարանում։ Երբ Թաղապետը մի քանի օքով ծեծի են ենթարկում բլոգերին, բայց ընդհանուր կոնտեքստը ինչն էր, որ բլոգեր Արտուր Չախոյանը, ինչպես նաեւ Երևանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանը տարբեր բացահայտումներ են իրականացնում եւ վատնումներ են արձանագրում։ Այսինքն կոնկրետ աշխատանք է իրականացվում ՔՊ-ի հետ առնչություն ունեցող կազմակերպության կողմից, այսինքն շինարարական գործունեություն է ծավալվում եւ բացահայտվում է, այսինքն բոլորս ձայնագրությունները, տեսաձայնագրությունները տեսնելով կարող ենք հասկանալ, որ այնտեղ կա կոռուպցիոն սխեմա։ Հիմա այդ բարձրաձայնումներից հետո ինչ է տեղի ունենում։ Ոչ թե քննչական մարմինները դատախազությունը գնում են այդ կոռուպցիան բացահայտելու ճանապարհով, այլ գնում են բացահայտողին ծեծի ենթարկելու ճանապարհով, այսինքն բոլոր դեպքերով այսպես կարելի է ընդամենը 2 դեպք ենք մենք մատնանշել 3 ու այդպես համատարած է, ես կրկնում եմ, այսօր մենք ելույթներ ենք ունենալու, հերթով ցույց ենք տալու։ Ինքը վերցնի քաղաքական պատասխանատվությունը նույն այդ մասիվի Թաղապետի դեպքով եւ այսպես տպավորեցնի, որ իրենք ձեռքերը լվանում են եւ Արամ Զավենի Սարգսյանի վրա են թողնում այդ պատասխանատվությունը։ Ինչու են թողում նրա վրա, որտեղ վախ ունեն, որ եթե իրենք ինչ-որ պարտադրեն, այնտեղ կոալիցիա կքանդվի, Երևանի իշխանության խնդիր կլինի, նոր ընտրությունների խնդիր կառաջանա։ Ես կարծում եմ օբյեկտիվ է, այո, այդ դիտանկյունը, որովհետև ի վերջո Տիգրան Ավինյանը փոքրամասնության քաղաքապետ է եւ իսկապես Արամ Սարգսյանի շնորհիվ է, որ կարելի ասել, որ կարողացել է ձայներ ստանալ եւ բնական է, որ նրա դուրս, այսինքն քաղաքապետի հեռացումը կարող է որոշակի քաղաքական խնդիրներ ստեղծել Տիգրան Ավինյանի համար։
բայց եւ այնպես չի կարող քաղաքացիական պայմանագիրը պատասխանատվություն, քաղաքական պատասխանատվություն չկրել ստեղծված իրավիճակի համար եւ կոնկրետ դեպքի առիթով։ Իրենք ինչքան էլ ասեն, որ դա Արամ Սարգսյանի խնդիրն է, իրենք պետք է այդ հարցը լուծեն, ոչ կոալիցիոն գործընկերները, հետեւաբար դուք ամբողջությամբ կրում եք այդ քաղաքական պատասխանատվությունը նաեւ։ Եվ Ալես Սիմոնյանը եւ Երեք Նիկոլ Փաշինյանը ամբիոնից ասում են, որ մենք մարզեր ենք գնում, մարդկանց հետ շփվում ենք, դպրոցի մասին ենք խոսում, կառուցելու ասֆալտի մասին, բայց մեզ մի բան են ասում, թե ինչու մինչև հիմա նստած չեն, Բերթում չեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դուք էլ եք մարզեր գնում, ձեզ ինչ են ասում։ Մեզ էլ հակառակ բանն են ասում են, ո՞նց է ստացվել այս մարդը։ Արցախ հանձնել, մեր անվտանգությունն ամբողջությամբ խարխլել, հետո էլ ոտից գլուխ ընկելա կոռուպցիայի մեջ ու շարունակում է իր աթոռին լինել։ Մեզ էլ հակառակն են ասում։ Այսինքն այստեղ խոսել նրա մասին, գիտեք, ես իր այդ հիստերիկ դրսևորումներն իհարկե ինչ որտեղ հասկանում եմ, որովհետև 7 տարի անց իշխանության լինելով ինքը որևէ ձեռքբերում չի կարող ներկայացնել, այն ինչի համար մեղադրում էր Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին ամբողջությամբ շարունակում են նույն բաներն անել, հատկապես կոռուպցիոն դրսևորումներով, եւ եթե չոր հաշվարկով էլ նայում ենք, ստացվել է, որ մի իշխանություն է, որը ընտրվել է իշխանություն Արցախով եւ Հայաստանի տարածքային ամբողջականությամբ, 7 տարի անց ոչ Արցախ կա, ոչ էլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն։ Երեք Նիկոլ Փաշինյանը նաև նիստերի դահլիճում այդ վեճի բաներում ընթացքում ենթադրաբար ընդդիմադիրներից որևէ մեկին երբ անգամ կարծես թե կրկնում է, ասում է համբալի մեկը։ Լսվեց այդ արտահայտությունը, ներսում եք դուք էլ եք լսել, եթե կարող եք ասել ում էր կոնկրետ ուղղված եւ ինչպես եք գնահատում այս բառապաշարը, որով ընդդիմադիրներին։ Դե ինչպես պետք է գնահատել, դա սովորական խուլիգանական վարքագիծ է, դա ուրիշ ոնց պետք է գնահատել։ Որ մի նորմալ, ժողովրդավարական, նորմալ երկրում հնարավոր է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, նույնիսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չէ, սովորական պաշտոնյան քաղաքացին կարող են նման հայտարարություններ հնչեցնել։ Բնականաբար այդ հայտարարությունները պետք է համապատասխան հետևանքներ ունենան եւ մենք կզբաղվենք այդ հարցով։ Ինչ հետևանքը իրավապահներին եք պատրաստվում դիմել։ Նաեւ իհարկե ինքը դրանից հետո բնականաբար եթե մենք կրկնում եմ նորմալ երկիր լինեինք, ինքը պետք է ներողություն խնդրեր։ Պարտադիր պետք է ներողություն խնդրեր, որովհետեւ այդ ամեն ինչը լսել ենք ոչ միայն մենք, այլ նաեւ հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, հետեւաբար դա իսկապես նաեւ քաղաքական խնդիր է, որ ինքը պետք է ներողություն խնդրի։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչ երկրում ենք ապրում, երբ ազգային ժողովի նախագահան կարող է թքել, հետեւաբար ինքն էլ կարող է այդպես հանգիստ նման բառապաշար օգտագործել, որ ես ցանկություն չունեմ նույնիսկ կրկնելու, բայց դրանից հետո որևէ հետևանք ինքը իր համար չստեղծի, մենք կստեղծենք այդ հետևանքները։ Կարող եք հիմա մանրամասնել։ Չէ, հիմա մենք քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ճանապարհներով կգնանք, բայց սա անհետևանք չի մնա։ Դուք ասում եք, որ քաղաքացիները ցեզ էլ ասում են, թե ինչպես ստացվեց, որ Արցախի կորստից հետո եւ այլն այս իշխանությունը կարողացան վերարտադրվել մինչև 7 տարի մնալ իշխանության, բայց 2021 թվականին նույն քաղաքացիները քվեն տվեք 21 թվականին պատերազմից հետո եւ դուք էլ եկել եք ազգային ժողով, ասում եք մեր օրակարգով ենք գալիս, բացառապես Փաշինյանին հեռացնել օրակարգով եւ այդ օրակարգը ինչպես դրսևորվեց։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը դուք հավանաբար կհիշեք ինչ պայմաններում էր, բայց այդ պայմաններից զատել ցանկացած իշխանություն ընտրվելիս ինքը որոշակի խոստումներ է տալիս։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը իր խոստումները պահել է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ մարդն ընտրվելիս ասում էր, որ Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայով պետք է զբաղվենք, Արցախի հարցում ասում էր անջատում հանուն փրկության, այդ որ մի կետնա արել։ 21 թվականին Նիկոլ Փաշինյանին ձայն տված մարդիկ, ես վստահաբար պնդում եմ, որևէ մեկը չի ցանկացել, որ մենք Արցախի ամբողջական կորստին առերեսվենք, ինչը հիմա տեսնում ենք։ 21 թվականին կրկնում եմ, այլ իրողություններ էին, ես վստահ եմ, որ 26 թվականին կամ երբ էլ այդ ընտրությունները տեղի ունենան, մենք լրիվ այլ պատկերի կունենանք։ Հիմա Փաշինյանը ասում է, մենք գնացել ենք այդ ամենի հետևից, չի ստացվել նոր օրակարգի կազմակերպությամբ։ Դե չի ստացվել, որ ախր դա այնքան հեշտ է, ասում ես, այս մարդը կոնկրետ ծեծի է ենթարկել, ասում է դատապարտում ենք, բայց դատապարտելուց հետո ինչ որ հետևանք դա պետք է ունենա, թե չէ։ Արցախի կորստից հետո ասում եմ մենք կրում ենք պատասխանատվություն, բայց պատասխանատվությունը կրելը ո՞նց է դրսևորվում։ 21 թվականի ընտրություններով։ Չէ, 21 թվականին կրկնում եմ, մենք Արցախ ունեինք։ Իրենք այլ խոստումներով են եկել իշխանություն։ Հետո դրանից հետո ինչ ա եղել, կրկնում եմ, ուղղակի հայտարարել, որ մենք ցավում ենք, մենք դատապարտում ենք։ Նույն տրամաբանությամբ այդ Անիֆի դեպքով ամեն անգամ հարցս տալիս, ասում է, դե գիտեք, շատ վատ բան է տեղի ունեցել, խայտարակություն է տեղի ունեցել։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդքան աշխատի գումար տա, որ դու վերջում վատն ես ու ասես խայտարակություն ա տեղի ունեցել, ում է հետաքրքիր։ Պետք է այդ գումարները չվատնվեին։ Ընտրությունների ձեր օրակարգը չեք իրականացել, ձեր խոստումները չեք իրականացել։ Այո, այս պայմանությամբ պետք է փաստել, որ այո, մենք դեռևս չենք հասել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, բայց մեր քայլերը շարունակական են լինելով եւ որքան էլ տհաճ լինի այս իրավիճակներում հայտնվել եւ ես առիթից օգտվելով էլ ուզում եմ ասել, որ շատ ցավում եմ, որ երեք մեր քաղաքացիները նման տեսարաններին են ականատես եղել, բայց նման դրվագներով է նաեւ դրսեւորվում, թե ինչպիսի իրական դեմք ունի այս իշխանությունը։ Դուք երեք ձեր հարցի մեջ նաեւ այսպես մասիվի դեպքը Ռուսաստանի հետ կապված է Չարամ Զավենի Սարգսյանը այսպես ուղիղ կապ տեսնում, ոչա Ռուսաստան, գրեթե Կրեմլն է այսպես մասնակցել այդ գործողություններին, ըստեյության Արմեն Սիմոնյանը հաստատում է, որ ամեն դեպքում Արամ Սարգսյանի ասածների մեջ չկա, որ բլոգերը Ռուսաստանից է, չգիտեմ, այնտեղից են թելադրում, իսկապես Կարինե ջան, սա աբսուրդ է։ Չէ, սա իրականում աբսուրդ է, ուղղակի ցնորք է, որ մենք կանանք նման օրակարգ քննարկենք, որ թաղապետարանում ուղղակի խուլիգանական վարքագիծը կապվի նրա հետ, որ Կրեմլում նստել այս ծրագիրն են մշակել։ Սա ուղղակի աբսուրդ է, ես ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել։ Բայց կրկնում եմ, երբ իշխանությունները այլ 5-րդ շարասյուն է, Ռուսաստանի գործակալ եւ այլն, իրենք վաղը, դե հիմա Պարզա չէ, Էրդողանի գիրքը ամեն անգամ գրկելիս, թե հիշի թող իրանք որ երկրի շպիոններն են, բայց ամեն դեպքում այդ մարդը վաղը գնալու է Ռուսաստան։ Ես հիմա առաջարկ եմ անում, որ անպայմանորեն Պուտինի հետ իր բանակցությունների ընթացքում քննարկի այդ հարցը։ Ալեն Սիմոնյանն ասում է Ռուսաստանն այստեղ բազմաթիվ գումարներ է ուղարկում, որպեսզի այսպես հիբրիդային պատերազմ սկսվի իրենց դեմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գնալու է հանդիպի մի երկրի ղեկավարին, որը իրականացնում է հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետությունում։ Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս օրակարգով Պուտինի հետ անպայման քննարկում ունենա։ Պահանջի դադարեցնել, ինչ պահանջի Տիկին Գրիգորյան։ Նախ պետք է հասկանա, նախ թող Նիկոլ Փաշինյանը հասկանա ինչու է Պուտինը այստեղ իրանց պնդմամբ, հա, այստեղ հիբրիդային պատերազմ սանձազերծել եւ ինչ կարող են անել այդ կանխելու այդ ամենը։ Լավ, շնորհակալություն։